Իրանից էլ խոսամ։ Սպասում էի, որ պետք է Իրանին անդրադառնալ։ Հիմա նայեք։ Իրանը մեր բարեկամ պետությունն է, մեր բարեկամ ժողովուրդն է։ Իրանի հզոր ելնելը բախում է մեր շահերից, բայց Իրանի ատոմային բոմբ ունենալը մեր շահերից չի բախում։ Գիտեք ինչ հիմար։ Եթե նախ Իրանը սմերտնիկ պետություն է։ Իրանը եթե հիմա հասցնի ատոմային բոմբ հիմա ստեղծի, ինքը կխփի Ամերիկային, քաջ գիտակցելով որ Ամերիկանն էլ Իրան է խփելու։ Իսկ սմերտնիկի ձեռը ատոմային բոմբ որ տվեցի, եթե ահավոր բան կարա կատարվի աշխարհում։ Ու մեզ խեմ ասում։ Նայեք տեսեք, Իրանը որ ատոմային բոմբ ունեցավ, արդեն իր հետ ուրիշ ձև են հաշվի նստելու, մանավանդ որ սմերտնիկ է։ Կարա կաննասի Ռուսաստան, կարոջի կխփեմ քեզ։ Դու ինձ խփես խփի, հարց չկա։ Հայաստանը պիտաս ինձ։ Մեր տարածքի վրա ինքն էլ աշխունի, չէ՞։ Այս Կովկասը ինքը իրանն էլ համար։ Կասիպտի են Թուրքմենչայի պայմանագիր հետ ճանենք, այս Կովկասը պիտաս ինձ, չէ խփում եմ քեզ։ Կամ էլ բազար կարանի հետ, ասի ես քեզ էս ինչտեղ եմ զիջում, բայց Կովկասը պիտաս ինձ։ Հələ մեզ պատկերացրեք Իրանի կազմի մեջ, դե մարդիկ կիսաստրուկ են, հոազատ չեն։ Պատմությունը ցույց տվել է, երբ որ մենք եղել ենք նաև տիրապետություն։ Իրանց ապրեք 451-ի ավարարի ճակատամարտ ենք տվել, բայց իրանք թուրք չեն, էլի ու մեր շահերից է բխում, որ Իրանը ելնի հզոր, հիմա էս էլ ասեմ, որ Իրանը ելնի հզոր, որովհետև այս տարածաշրջանում, եթե Իրանը թուլացավ, ավելի հզորանում են Ադրբեջանն ու Թուրքիան։ Իրանը նրանց հետ ավելի ուժեղ թշնամի, ոչ պակաս ուժեղ թշնամի, քան մենք։ Իրանն ու Ադրբեջանն ու Թուրքիան նրանք հավիտենական թշնամիներ են, ոնց որ մենք թուրքերի հետ։ Իրանն ու Ամերիկան ու Իսրայելը դաժե, այսօր կարան թշնամի լինեն, վաղը կարան լինեն բարեկամ։ Ոնց որ ժամանակին եղել են մինչև 79 թվականի հեղափոխություն, այսինքն ռեժիմը կարա փոխվի, դառնան բարեկամ, բայց Ադրբեջանի հետ նրանք բարեկամ կյանքում չեն կարող լինել թուրքերի հետ, որովհետև այն ատրպատականը Ադրբեջանը միշտ ուզելի է վերցնի ու հենց վերցնի Իրանն էլ միշտ ուզելի է հետ վերցնի։ Հիմա մենք էլ թուրքերից, չէ՞, միշտ ուզել են Մասիսարը հետ վերցնենք, Արևմտյան Հայաստանը, Ղարաբաղը, հենց հետ վերցնենք, իրանք են ուզելու հետ վերցնեն։ Այսինքն մենք բարեկամ երբեք չենք լինի, ոնց որ ռուսն ու թուրքը չեն լինի էլի։ Մեր շահերից ո՞րն է բախում Իրանց ջան, որպեսզի հիմա իրանք լեզու գտնեն Ամերիկայի հետ, որովհետև եթե սեն շարունակվես, տեսեք, Էշեշ ուրախանում են, Իրանը սպանում է, սա նույն կարգի տուպոյներ են, որ ուրախանում են Ուկրաինան ռուսներին բանան, արա ինչքան Ուկրաինան ռուսին կհաղթի, այդքան էլ Իրանը Ամերիկային կհաղթի։ Գիտեք ինչա սպասվում հիմա, եթե սենց Իրանի հաջողությունները շարունակվեն։ Ամերիկան ատոմային բոմբով խփել է Իրանին, ռուսն էլ Ուկրաինային։ Մենք էլ արանքում։ Հա մենք էլ մեր վիճակը պատկասեք, ու էլ պատկասեք, որ Իրանին ատոմային բոմբով խփի, Թուրքիան ու Ադրբեջանը ոնց են հզորանում։ Իսկ եթե Իրանը լեզու գտնի դառնա Ամերիկան հետ պետություն, Ռուսի հետ էլ ավելի, Ամերիկայի հետ էլ ավելի, դա մեր շահերից է բախում։ Ինքս թե հզոր կմնա, այս նույն ձևի հզոր։ Հələ պատկասեք Ամերիկան ստեղ ոչ պակաս Թուրքիայից հեվինել Իրանի վրա։ Պատկասեք Իրանի դիրքը ստեղ ոնց կհզորանա, թուրքերինը ոնց կթուլանա։ Դա մեզ ձեռ է տալի առաստ է տրիպ կլինի։ Օրինակ, հասարակ օրինակ։ Իսկ որ յադրներով խփեց Իրանը, всё թուրքը ստեղ արդեն դառնա համար 1 ասիչ։ Այն մենք դա պիտի չուզենք։ Իսկ սենց որ շարունակես կխփի յադրներով Իրանին, Իսրայելի միջոցով կխփի, ասեք Ուկրաինային ման չի երկար իստեղի կռիվը։ Հենց մի քիչ շարունակվեց, Իսրայելի միջոցով կխփի Իրանի յադրնի բոմբը։ Բայց այս դեպքում էլ Ռուսաստան, Միացյալ Նահանգներ բախումը կստացվի։ Չէ, չեն, իրանք իրար չեն բախվի։ Ոչ ռուսն է էշ, ոչ էլ Ամերիկան։ Նրանք իրար կյանքում, համի ասենք ձեզ թվում է որ ռուսը Ուկրաինայի խփի Իրանը ատվետ տվող լինի։ Նա յադրնի կռիվ էլ որ լինի ռուսը կհաղթի։ Իրան ատվետ ոչ ոք չի տա, որովհետև ով է էշ, դա ուրիշի համար մեռնի։ Յադրնի բոմբով եթե դու խփում ես յադրնի ձերժավային, այն էլ Ռուսաստանի, որ այնքան բոմբ ունի, որ ամենաշատն է, աշխարհը մի քանի անգամ կարա կորտանի։ Հələ կարող են կորեան մորան այդքան չունենա, մի հատ խփես կարնաս ոչնչացես, էլ նա չունենա որ քեզ խփի։ Ռուսը այնքան ունի, դու խփի ռուսին հաստատ քեզ խփելու է։ Ամերիկացի պուզի ուկրաինացու համար դա մեռնի։ Դա ինքնասպան լինի, Ռուսաստանի բոմբով խփելը յադրնի, դա ինքնասպանություն, դա ճանաչում դու քեզ խփում ես։ Նույնն Ամերիկայի եթե խփի, բայց նույնիսկ այդ պայմաններում էլ եթե գնա ռուսը կկարի, դա էլ կարամ ասեմ ոնց։ Դա էլ կարամ ասեմ ոնց յադրնի բանը, բայց դրան չի հասնի բան։ Ասեմ ինչ տեղ կնենա։ Այսօր մարդիկներ են հաբրգել, պետություններն են հաբրգել։ Ասենք յադրնի ձերժավայը թելես այդ քալայա տալի, չի մտածում արա բավոր խփի։ Ու որ ասեք իմ նման մարդել ասում արա չես բախում, որ բավոր խփի քեզ յադրնը ասա չի խփի։ Որտեղ հետ գիտեն չեն խփի։ Ես ասում կխփեն։ Հեսա կտենաս որ եթե պատերազմը շարունակվեց Իրանում, ասեմ ինչ անելու։ Կարող դաժե պայմանավորվածություններ ունենանք, եթե մեծ պետությունները ասենց չեն էլ խոսում իրար, նրանք իրար հայացքներով են հասկանում։ Այսինքն Ամերիկան կխփի Իրանին, ռուսն էլ կխփի Ուկրաինային, всё։ Ու այդ ընթացքում կարող է օրինակ հիմա կարող է Պակիստանն էլ Աֆղանստանին խփի, արդեն նախադեպ է դառնում։ Օրինակ, էլ ամեն մեկը կարող է սկսի խփել։ Ու արդեն կսկսեն վախենալ յադրնի ձերժավաներից։ Հաբրկել են։
Յազերնի պետության հետ էլ են քան են տալի ու որ հաղթում են ու հախանում են արա դու տխնես որ դու հաղթում ես որ դավադի տեղը բակ խփի բայց յազերնով խփի ոչի թողել որ Իրան տարածաշրջանից դուրս հանի Իրան հələ լավ ամերիկան հա բայց Իսրայելը նա խփո հասկան մենք ռուսներն դեք խփել դեպի սայդը որը որ մեզ ձեռ չի տալիս որտեղ Իրանը որ ոչնչանա թուրքը ստեկը հզորանա իսկ Իրանը որ մի իշխանապողություն լինի ընդ գամի հատ Ամերիկա մետ իշխանություն ռուսների հետ էլ լավ լինի Ամերիկայի հետ էլ լավ լինի վсё ոստե Իրանը հզորանում է որը որ բախում է մեր շահերից Հայաստանի շահերից իսկ յազերնի պատերազմ որն է ասել ասեն ռուսը գիտեք ինչ կարանի ասենք Վենեսուելայի ռուսը խփեց Ուկրաինային, Անգլիան էլ խփեց Ռուսաստանի կամ Ֆրանսիան, չէ՞։ Օրինակ, որը որ բացառում են, որտեղ Ֆրանսիան էշ չի, Անգլիան էլ էշ չի, ոչ էլ մահապարտ, այ Իրանն է մահապարտ։ Իրանը ունեցավ կխփի, բայց իր թշնամիներին։ Լավ, ասենք տեսականորեն ռուսը խփեց Անգլիային, բան կդրեք Ուկրաինային, Անգլիան էլ խփեց հանուն Ուկրաինայի, խփեց Ռուսաստանին, ասեմ ինչա տեղ ունենալու։ Ռուսը իր ժողովրդին կբաշխի 100 միլիոն, չէ՞։ Ղազախստան, Թուրքմենիա, Կովկաս կբերի կլացի, մարդկանց կլացի, դե կսկսի բոմբի տանել բանին, Անգլիա, ես քեզ խփեմ, դու ինձ խփի։ Կոչնչացնի Եվրոպային սաղ։ Նրանք եք խփեն, ստեկը ոչնչացնեն, բայց տարածքերի ռուսինն է, չէ՞։ Իր 100 միլիոն ժողովուրդն էլ Ղազախստանում, Թուրքմենիայում ու Կովկասում են։ Տարիներ հետո հետ կգան կամ ընդ կաբրեն, այդ տարածքներն էլ իրանցով կանեն։ Իսկ այս Ռուսաստանի որտեղի որ բոմբը կընկնի, այդ տարածքը պալվում Իրանը։ Այդ Նավասակի Հիրոսիման Ճապոնիայինը չի։ Всё։ Այսինքն ուզում եմ ասեմ այդ հաշվարկների այդ տուպոյ Անգլիա-Մանգլիան են տուպոյ չեն չնած գիտակցում, որ Ռուսաստանը գնացի յազերնի կռվի, Ռուսիայի հաղթելու է։ Դուք եք ոչնչանալ, դու ես տանել այդ պուճուկ տեղից ու ժողովրդին։ Հուսանք բանը դրան չի հասնի։ Բանը դրան չի հասնի, բայց բանը կարա հասնի նրան, որ Ամերիկան Իսրայելի միջոցով բնական է, կխփի Իրանին, ռուսն էլ կխփի Ուկրաինային։ Այդ բանը սրան կարա հասնի ու շատ մոտ է։ Հենց Ամերիկան խփեց, Թրամփը կխփի, Պուտինի նման չի նա։ Նա հենց ջոգեց ինքը Վիետնամա դառնում, կխփի, որովհետև Իրանը եթե ատոմային բոմբ ունեցավ, Իրանը Ամերիկային կխփի։ Միլիոն% չկասկածեք։ Իրանը եթե ատոմային բոմբ ունեցավ, Իսրայելին կխփի, Ամերիկային կխփի։ Էդի Ամերիկան դիտակմանես չէ, դե կասի լավ Կորեայի նման մի էսա էլ թողնենա, չէ, իրան կխփի։ Դա համար ինքը խփելու է։ Իսկ հենց Ամերիկան խփեց Իրանին, ռուսն էլ խփելու է Ուկրաինային։ Իրանի խփելը մեր շահերից չի բախում, որտեղ ստե հզորանալ նախ առհասարակ ես չեմ ուզում մարդ մեռնի։ Ոչ միտեղ թող մարդ չմեռնի։ Հրանտ ջան, բայց էլի ասենք էդի վրա որ դնենք մի կողմ շահերի առումով նայենք, Իրանը եթե ոչնչացավ ստե, այստեղ հզորանում է շատ է հզորանում միանգամից Թուրքիան ու Ադրբեջանը։ Իսկ Իրանը որ լեզու քթավ Ամերիկայի հետ, չէ՞, ստե Թուրքիային ու Ադրբեջանը նենց կսկացնի ու մանավանդ Ադրբեջանի կթուլացնի։ Չի թողի որ նա օրեցօր հզորանա, որովհետև օրեցօր հզորացող Ադրբեջանն է Իրանի տարածքային ամբողջականության համար մեկ սպառնալիքը։ Սա պատականը Թուրքիան։ Այսինքն Իրանը կթուլացնի Ադրբեջանին, որպեսզի նա իր համար սպառնալիք չլինի։ Շնորհակալ եմ հետաքրքրության համար։ Հրանտ ջան, ես էլ ձեզնից եմ շնորհակալ։